Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, սա արդեն թվով մեր երրորդ հաղորդումն է, սիրելի հայրենակիցներ, քանի որ հիմա անհրաժեշտություն առաջացավ նոր հաղորդում պատրաստելու, փաստացի մենք շտաբ նոր կարևոր տեղեկություններ ենք ստանում այն մասին, թե ինչպես Ռուսաստանը ծրագրում է հեղաշրջում իրականացնել Հայաստանում, տարբեր ձևերով, տարբեր սցենարներ են իրենք մշակում, այսօր նաև ձայնագրություն կար Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված, որտեղ որ հստակ այդ ձայնագրության մեջ ասվում էր, թե Ռուսաստանը ամեն դեպքում անկախ ընտրությունների արդյունքներից հեղաշրջում է իրականացնելու Հայաստանում։ Այսինքն եթե նման խոսակցություններ կան արդեն Սամվել Կարապետյանի թիմում, ինչը հրապարակում է Հակակոռուպցիոն կոմիտեն, եթե այդպիսի հեռախոսազրույցներ կամ զրույցներ են տեղի ունենում եւ դա արդեն հանրայնացվում է, կարողանում են ձայնագրել Հայաստանի հատուկ ծառայությունները եւ հանրայնացնել, նրանց բացի եւ թե մենք ստանում ենք նաեւ այլ կարևոր տեղեկություններ, հիմա կասեմ ինչի մասին է խոսքը, վտանգը ավելի ու ավելի իրական է դառնում, այն ինչի մասին մենք խոսում ենք ամիսներ է, հատկապես վերջին օրերին շատ ակտիվ խոսում ենք, այսօր նաեւ քննարկել ենք դա պարոն Գյորգի Թումասյանի հետ, ցավոք սրտի շատ իրական է դառնում, բայց այն որ Հայաստանի հատուկ ծառայությունները եւ ոչ միայն Հայաստանի հատուկ ծառայությունները, այլ նաեւ եվրոպական երկրների հատուկ ծառայությունները հավանաբար իրենց հնարավորությունները օգտագործելով օգնելով Հայաստանի իրենց գործընկերներին միասնական ձևով կարողանում են բացահայտել այդ ծրագրերը, դա հույս է ներշնչում, մեծ հույս, որ այդ ծրագրերը կխափանվեն։ Ես գրեթե համոզված եմ, որ դրանք կխափանվեն, բայց վտանգը ցավոք սրտի շատ իրական է։ Հաղորդումներով մենք կարող ենք շատ բան խոսել, ամեն ինչ շատ կարող է գեղեցիկ թվալ կամ այլ ձևերով թվալ, բայց վտանգը շատ էլ իրական է։ Կրկնեմ, ես կարծում եմ, որ եթե կան այսպիսի բացահայտումներ, ապա նաև կանխելը շատ ավելի հնարավոր է դարձել, եւ մենք այսօր կխոսենք այդպիսի ծրագրերից մեկի մասին։ Ուրեմն Քրոնիկա Կավկազը պարբերականը հրապարակել է շատ կարևոր փաստաթուղթ, քանի որ բազմաթիվ փաստաթղթեր կան կցված այդ հոդվածի մեջ, թե ինչպես Ռուսաստանը ծրագրում է հեղաշրջում իրականացնել Հայաստանում, ասացի կարողացել են կոտրել Ռուսաստանի հատուկ ծառայությունների վրա աշխատող անձի հեռախոսը եւ ամեն ինչ ի հայտ է եկել, թե ինչպես են Ռուսաստանի հատուկ ծառայությունները պլանավորում հեղաշրջում իրականացնել եւ իշխանապողություն իրականացնել Հայաստանում։ Որպեսզի ավելի մանրամասն հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, այստեղ եթե դուք այդ հոդվածը կարդաք, կտեսնեք հետաքրքիր նաև գծագրեր, թե ինչպես Սամվել Կարապետյանի շուրջ պետք է ամենքին համախմբել, թե ինչպես պետք է առանձին մի կառույց ստեղծել, նաև ոչ կուսակցական, բայց որը որ կաջակցի օրինակի համար եկեղեցին պետք է դարձնել կարևոր կենտրոն, Էջմիածին հոգևոր կենտրոն, իմիջայլոց 2 օր առաջ էր Սամվել Կարապետյանի քարոզչության մեջ եւ Նարեկ Կարապետյանի խոսվում էր, որ Մայրաթորը պետք է դառնա Վատիկանի նման մի կենտրոն, այսինքն այն ամենը ինչ հիմա այստեղ ներկայացված է այդ կայքում շատ նման է նաեւ ինչ որ միտեղ այդ հայտարարություններին, լսենք թե ինչ տեղեկություններ ունի այս մասին նաեւ արհեստական բանականությունը, քանի որ ավելի մանրամասն եւ գեղեցիկ վստահ եմ կներկայացնի եւ դրանից հետո մենք կշարունակենք մեր քննարկումը։ Որպեսզի այս ամբողջ սխեման ավելի հեշտ եւ պատկերավոր հասկանալի լինի, եկեք Caucasus Chronicle-ի հոդվածում նկարագրված ռազմավարությունը բաժանենք 3 հիմնական մասի։ Ռուսական ստրատեգների պլանը հիշեցնում է մեծ քաղաքական կառավարման մեխանիզմ, որտեղ ամեն մի մասնակից ունի իր հստակ դերը։ 1. Գաղտնի քառյակի կառուցվածքը, ով ումով է քողարկվում։ Ըստ հոդվածի ընդդիմադիր դաշտում ստեղծվում է մի կառույց, որը ղեկավարվում է մեկ միասնական կենտրոնից՝ Եմիսվեստրավլենիե, բայց բաղկացած է 4 տարբեր շերտերից։ Գլխավոր հովանավոր եւ ֆավորիտ Սամվել Կարապետյան։ Սա լինելու է հիմնական քաղաքական ուժը, որը ներկայանալու է որպես երրորդ ուժ նոր դեմքերով,
Նպատակն է գրավել այն ընտրողներին, ովքեր հիասթափված են եւ Փաշինյանից եւ նախկին նախագահներից, քաղաքացիական հարթակ, Այդ Քոչարյանից։ անկախների քողը։ Սա ամենանուրբ մասն է։ Ստեղծվում է կառույց, որը պաշտոնապես կուսակցություն չէ։ Այնտեղ հավաքում են հայտնի լրագրողների, իրավապաշտպանների ու բլոգերների, նրանք խոսելու են միայն եկեղեցու պաշտպանությունից եւ բարոյական արժեքներից։ Նրանց բունդերը եկեղեցու հանդեպ հանրային մեծ հարգանքն ու վստահությունը դեպի Սամվել Կարապետյանի քաղաքական բլոկ տեղափոխելն է։ Տրանսլյացիա։ Մայր Հայաստան դաշինք։ Անդրանիկ Թևանյան։ Սա համարվում է արդեն փորձարկված ռեզերվ։ Նրանց դերը լինելու է ագրեսիվ փողոցային պայքարը եւ տեղական ընտրություններում առաջին հարվածն իրենց վրա վերցնելը։ Բարգավաճ Հայաստան։ Գագիկ Ծառուկյան։ Սա ապահովելու է ընտրական զանգվածային կազմակերպչական ցանցը, մոբիլիզացիոն ռեսուրսը։ 2. Ռազմավարական քայլերը։ Ինչպես է իրականացվելու պլանը։ Հոդվածում գործողությունները բաժանված են փուլերի։ Քայլ Էջմիածնի ընտրությունները որպես գլխավոր քննություն։ Ստրատեգները Վաղարշապատը, Էջմիածինը համարում են Հայաստանի հոգևոր կենտրոնը։ Ուստի տեղական ընտրություն Շատ կարևոր է այստեղ մեկ բան նշել, հետո շարունակենք։ Սա նոր փաստաթուղթ չէ, ամենավերջինը չէ, այսինքն ամիսներ առաջ է այս ամենը տեղի ունեցել, կարողացել են այս ամենի մասին տեղեկանալ, ուղղակի հրապարակումը նոր է եւ բնականաբար վերաբերվում է արդեն այսօրվան Վաղարշապատի ընտրություններից հետո, բայց արդեն վերաբերվում է այսօրվան։ Այնտեղ անվանել են հոգևոր մայրաքաղաքի ազատագրում։ Տակտիկան։ Որպիսի Սամվել Կարապետյանի նոր կուսակցությունը հնարավոր ձախողման դեպքում հեղինակազրկվի, որոշվել է նրան թաքցնել։ Գործողությունը։ Էջմիածնի ընտրություններում առաջ են մղում Մայր Հայաստան դաշինքին։ Եթե նրանք հաջողեն, դա կլինի ազդանշան, որ իշխանությունը թույլ է եւ պլանը աշխատում է, քայլ նախկին նախագահների չեզոքացումը, մաշեցման մարտավարություն։ Փաստաթղթերում բացահայտ ասվում է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այնքան են զբաղված միմյանց դեմ կռվելով, որ չեն խանգարում Փաշինյանին։ Սերժ Սարգսյանը փորձում է առաջ մղել իր փեսային Միքայել Մինասյանին օգտագործելով Արման Թաթոյանին եւ Ռուբեն Մխիթարյանին։ Մոսկվայի պլանը։ Չմիջամտել նրանց կռվին, թողնել, որ նրանք թուլանան, իսկ երբ Հույսով եմ պարզ է, որ կրկնեմ, այս փաստաթուղթը հայտնի է դարձել ամիսներ առաջ, բայց հիմա վերաբերվում է նաև այսօրվա օրվան։ Քարյակը հաջողություն գրանցի փողոցում, նրանց դնել վերջնագրի առաջ կամ ենթարկվել Սամվել Կարապետյանին, կամ ընդմիշտ լքել քաղաքականությունը։ 3. Վերջնախաղ։ Ընտրություններ։ Այս ամբողջ ռազմավարության վերջնակետը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններն են, հոդվածում օգտագործված է բուրգն ընդդեմ բուրգի, Պիրամիդա պրոտիվ պիրամինը, տերմինը։ Պիրամիդա պրոտիվ Մաչելի պիրամիդա։ լեզվով ասած, դա նշանակում է, որ ընդդիմությունը չի գնալու պարզապես գեղեցիկ ելույթների ճանապարհով, նրանք ստեղծում են ֆինանսական, տեղեկատվական եւ կազմակերպչական հզոր մի կառույց՝ բուրգ, որը պետք է ուղիղ ճակատային բախման մեջ մտնի իշխանության վարչական բուրգի հետ։ Այս ամենը սպասարկվելու է Ռուսաստանից համակարգվող մեդիա ռեսուրսների, տելեգրամյան ալիքների եւ կարծիք ձևավորողների լոմըերի կողմից, որոնց ցուցակները ըստ հոդվածի կցված են այդ գաղտնի փաստաթղթերին։ Եվ ամենակարևորը, կարծում եմ, որ չասեց արհեստական բանականությունը, այն է, որ այդ փաստաթղթերում հստակ անուններ կան, 100-ից ավել մարդկանց անուններ, տվյալներ, նաև մեդիա ռեսուրսների տվյալներ, որոնք որ պետք է աջակցեն, սպասարկեն այդ ծրագրի իրագործմանը։ Ցուցակում կա 5 հեռուստաընկերություն, 21 թե 22 լրատվամիջոց, նրանց բացի մի քանի տելեգրամյան ալիքներ նույնպես, որոնք որ պետք է զբաղվեն Նիկոլ Փաշինյանի վարքաբեկմամբ, ինչպես նաև Սամվել Կարապետյանի ռեյտինգի ապահովմամբ։ Իմիջիայլոց կան բավականին հետաքրքիր եւ մեծ տելեգրամյան ալիքներ, 29600 բաժանորդագրություն ունեցող, 27054 բաժանորդագրում ունեցող, 24355 բաժանորդագրում ունեցող, 23000 եւ ավելին բաժանորդագրում ունեցող եւ այդպես շարունակ։ Սակայն եթե վերադառնանք մենք այսօրվա հրապարակված ձայնագրությանը, որը որ հրապարակել հակակոռուպցիոն կոմիտեն, քիչ առաջ չէ, խոսեցի ես նաև դրա մասին, տարբեր հրապարակումներ են, մեկը հոդվածի տեսքով է, բազմաթիվ փաստաթղթերով եւ մեկն էլ հակակոռուպցիոն կոմիտեի
հրապարակում է, ինչալու ձերբակալություններ կան, եթե չեմ սխալվում 5 հոգու ձերբակալել են այսօր եւ այդ հեռախոսազրույցից կամ ուղակի զրույցից ձայնագրությունն է կասված, դժվար է միանշանակ հասկանալ հեռախոսազրույցը թե ուղակի ձայնագրություն է, բայց մեկ բան հստակ է, որ այդտեղ ասվում է հավանաբար ուժեղ Հայաստանի ներկայացուցիչը, քանի որ այդ խոսակցությունից դա ենք մենք հասկանում, որ ամեն դեպքում ընտրությունների արդյունքներով, թե ընտրություններից հետո Ռուսաստանը իշխանափոխության է հասնելու Հայաստանում, հեղաշրջում է իրականացնելու Հայաստանում։ Եվ կրկնեմ, սիրելի հայրենակիցներ, ահա այս հրապարակումը այսօրվա Քրոնիկա Կավկազի հրապարակումը, ինսայդերի հրապարակումները, այդ ձայնագրությունները Հայաստանի ԱԱԾ-ի գործողությունները Անդրանիկ Թևանյանի հետ կապված, այս ամենը բնականաբար միմյանց հետ կապ ունեն եւ մեկ ընդհանուր շղթայի մաս են։ Եվ ես էլ իմ կողմից միանշանակ ասեմ, որ համոզված եմ, որ Ռուսաստանը ունի մի քանի սցենար։ Մենք այստեղից բազմիցս հայտարարել ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը ունի մի քանի սցենար։ Սցենար առաջին ընտրությունների միջոցով տապալել, ընտրությունների միջոցով հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Սցենար երկրորդը արդեն խժերություններով, տարբեր ցույցերով, հնարավոր է չեմ բացառում նաև ռազմաբազայի օգտագործմամբ, Թումասյանը էլ ավելի ֆորում կգնաց այսօր մեր եթերում եւ ասաց, որ հնարավոր է նույնիսկ փորձեն Վրաստանը ճեղքել եւ գալ հեղաշրջման փորձ իրականացնել Վրաստանով, շատ քիչ հավանական է մեզ դա համարում, բայց չի կարելի ասել, որ ընդհանրապես բացառում եմ, ցավոք սրտի նման հավանականություն նույնպես կա, բայց ռազմաբազայի գործոնը, Հայաստանի հապկում գտնվելու գործոնը ես ասել եմ ձևը, թե ինչպես կարող են դա անել, քանի որ Հայաստան դերևս հապկի անդամ է, իսկ Ռուսաստանը կարող է չճանաչել Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները, դրանով իսկ խժերություններ երբ առաջանան Հայաստանում ընտրություններից հետո երբ ստեղծեն այդ խժերությունները, իրենք կարող է փորձեն հասնել օգնության իրենց պատկերացմամբ ընտրված լեգիտիմ ուժին, որի դեմ ընտրությունները իրենց պատկերացմամբ խախտված կլինեն։ Այդ շատ կարևոր է, կրկնեմ մեկ բան, օրինակի համար այս փաստաթուղթը այդ մարդու հեռախոսը, Facebook-ի աշխատակցի հեռախոսը կոտրվել է փետրվարի 26-ին։ Հիմա է հրապարակվել։ Ես պատկերացնում եմ, որ բազմաթիվ այդպիսի հեռախոսներ են հետագայում նաև կոտրվել եւ Հայաստանի հատուկ ծառայությունները, Հայաստանի իշխանությունները ավելի մանրամասն տեղեկություններ կունենան նոր պլաների եւ նոր ծրագրերի մասին։ Իսկ եթե մենք ունենք այդպիսի պլաների եւ ծրագրերի մասին տեղեկություններ, դա նշանակում է այն, որ մենք արդեն տեղեկացված ենք։ Իսկ եթե տեղեկացված ենք, արդեն իսկ պաշտպանված ենք։ Եթե մենք էլ ահա խոսում ենք այդ մասին, դա եւս իմ համոզմամբ մեր պաշտպանությունը պետք է որ ավելացնի։ Հայաստանի հասարակությունը պետք է որ ավելի ու ավելի զգոն գտնվի, քանի որ ցավոք սրտի վտանգը շատ իրական է։ Իսկ այդ ձայնագրության մեջ ասվում է հետեւյալը, թե ուզում եք նաև բառացի կարող եմ հիմա գտնել եւ մեջ բերել Ռուսաստանից Մոսկվայից կոնկրետ ասում են, այդ ձայնագրության մեջ է ասվում, հանկարծ եթե անգամ անցնի Նիկոլ Փաշինյանը պերևարոտա լինելու։ Հետո խոսվում է այն մասին, որ ինչպես 830 հոգի պետք է բերեն Ռուսաստանից իրենց աշխատողներին, թե որ ֆիրմայում որքան հայ աշխատող կա, ինչպես է նա այդ 830 հոգուն բերելու Հայաստան, 32 հատ մեքենաների մասին քննարկում կա, բայց ամենակարևորը այն է, որ հակակոռուպցիոն կոմիտեն երբ որ հրապարակում է, կրկին ուժեղ Հայաստան կուսակցության անվանումն է այստեղ առաջ գալիս եւ հստակ նշվում է, որ դրանք ուժեղ Հայաստանի համակարգող խմբի զրույցներն են, համակարգող խմբերից մեկի անդամների զրույցներն են։ Կարծում եմ այս եթերում կարևոր է նաև անդրադառնալ Պեսկովի հայտարարություններին, քանի որ չափազանց թարմ են այդ հայտարարությունները։ Պեսկովը ասել է, որ Կրեմլը լսել է Փաշինյանի հայտարարությունները, որ Հայաստանը չի զբաղվելու հակառուսական հռետորաբանությամբ,
օրեր առաջ Փաշինյանը նման հայտարարություններ արել, Ռուսաստանը եւ Հայաստանը նա ասում է բարեկամներ են եւ շարունակում են երկխոսության մեջ մնալ։ Հայտարարել է Պեսկովը։ Ես չեմ հավատում այս հայտարարություններին, բայց իրենք էլ մեկ բան շատ լավ հասկանում են, ինչի մասին մենք խոսում էինք այս եթերում, որ ընտրությունների արդյունքով եւ իրենց կողմից կազմակերպված չստացված հեղաշրջումների արդյունքներով կարող է չստացվի ոչ իրենց հեղաշրջումը, ոչ ընտրությունների միջոցով իրենց ծրագրերն իրենք դժվար թե հասնեն, չեն հասնելու եւ իրենք էլ են պատկերացնում, որ հնարավոր է նման սցենար լինի եւ իրենք չկարողանան հասնել իշխանապողության Հայաստանում, դրա համար այդպիսի հայտարարություններ են անում։ Դիմիտրի Պեսկովը նաև խոսել է ռուսական գազի գնի մասին, ռուսական գազի գինը Հայաստանի համար ավելի քան արտոնյալ է, Պեսկովի խոսքերով, սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Օրեր առաջ իրենք էին կոչանում շուտ արագ կողմնորոշվել եւ եթե պետք է, եթե Հայաստանը ճիշտ համարի, թող արագ դուրս գա ԵԱՏՄ-ից, հիմա ասում են, եթե դուրս գա գազի գինը կթանկանա։ Եվ նաև կարևոր խոստովանություն մեջ բերենք Դիմիտրի Պեսկովի հայտարարությունից, ավելի ճիշտ ընդհանուր միտքը ներկայացնենք ավելի լավ են, ասում է, որ մենք գիտենք, որ Ռուսաստանին լոյալ ուժեր կան Հայաստանում եւ ասում է, որ մենք չենք թաքցնում, որ ցանկանում ենք նրանց հաղթանակը, նրանց ենք աջակցում։ Փաստացի այդ հայտարարությամբ ինքը խոստովանում է, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը Պեսկովը խոստովանում է, եթե Պեսկովն է խոստովանում, նաև Պուտինն է խոստովանում, որ Հայաստանում պրոռուսական ուժերի հաղթանակն է իրենց համար ընդունելի եւ ցանկալի, բաց իրենք հայտարարում են եւ միջամտում են Հայաստանի ներքին գործերին։ Կարևոր է նաև անդրադառնալ Արարատ Միրզոյանի այսօրվա հայտարարությունին, չկան խոսելու թեմա բացվավ, չէ, սրանք բոլորը նոր հայտարարություններ են։ Ես հավաքել էի սրանք, որպեսզի երեկոյան ավելի ուշ կամ վաղ արդեն առավոտյան անեի հաղորդում, բայց քանի որ հիմա մենք ստացանք այն կարևոր տեղեկությունը, թե ինչպես է Ռուսաստանը ծրագրում հեղաշրջում իրականացնել Հայաստանում, դրա համար սրանք եւս ներկայացնում եմ։ Ուրեմն այսօր Արարատ Միրզոյանը անդրադարձել է Մեդվեդևի հայտարարությանը Հայաստանի մասով եւ նա հստակ ասում է, որ այդ չինովնիկի տեղեկությունները սխալ են Հայաստանի մասով, Հայաստանը շահագրգռված չէ խզել իր կապերը, քաղաքական եւ տնտեսական կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, այդ մասին հայտարարել էր Մեդվեդևը, թե իբր Հայաստանը շահագրգռված է ցանկանում է խզել իր կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, եւ Արարատ Միրզոյանը ասում է, որ իրենք, իսկական Հայաստանի Հանրապետությունը տրամադրված է պահպանել այդ նորմալ հարաբերությունները, ինչպես նաեւ խորացնել այդ հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եվ սա, սիրելի հայրենակիցներ, այդ ամենից հետո ինչ անում է Ռուսաստանի Դաշնությունը ընդդեմ Հայաստանի եւ հայ ժողովրդի։ Այսինքն ամեն ինչ կողքի դրած Հայաստանի այսօրվա իշխանությունները ամեն ինչ կողքի դրած, նաեւ իրենց սեփական անվտանգությունը կողքի դրած, նաեւ այդ ծրագրերի մասին գիտենալով, հագազդելով հանդերձ անում են այնպիսի հայտարարություններ, որպեսզի ել ավելի չխորացնեն խնդիրները, որոնք Ռուսաստանը առաջացրել է հայ-ռուսական հարաբերություններում, չտանեն դրանք կոնֆլիկտի, չնայած որ Մեդվեդևը համեմատել էր Հայաստանը Բենդերովսկի Ուկրաինայի հետ։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց շատ բան կախված է նաև ձեզանից, Հայաստանի քաղաքացիներից, ովքեր որ բնակվում են Հայաստանում, եւ դուք էլ մեզ հետ միասին պետք է անեք ամեն ինչ, որ հայ ժողովուրդը եւ Հայաստանը փառքով անցնի այս ընտրությունները։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։